քաղաքական թեմաներից անցնենք արդեն տնտեսական թեմաներից եւ այսպես Ալռոսայից գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար Հայաստանի խորհրդանի падգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Այս տեղեկությունը այսօր հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Նշեմ, որ Խաչատուր Սուքիասյանը իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր է, իսկ ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը պետական ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը Ալռոսա ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է ադամանդի հումք Հայաստան Մաքսանենկ ճանապարհով տեղափոխելու համար եւ որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Նա նշել է, որ խուզարկությունների ժամանակ ավազակախմբից առգրավվել է մոտ 200,000 կարատ արդյունաբերական ադամանդ, փող եւ զարդեր։ Իր հերթին падգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակը հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել է, որ Սուքիասյանների ընտանիքը որևէ առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Թեման շարունակեմ քննարկել իմ գործընկեր Լիլիա Ամիրխանյանի հետ։ Լիլիա, այս միջադեպը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Իրականում միջադեպի հետ կապված տեղեկությունը այնքան էլ շատ չէ, ինքը բնականաբար կլինի մեր ուշադրության ներքո, կհետևենք զարգացումներին, անշուշտ հնարավորության պարագայում հետևություններ կանենք արդեն դեպի տնտեսություն, ակնհայտ է, որ իրավական դաշտում է խնդիրը եւ հետեւաբար իրավական դաշտում էլ պետք է շարունակվի գործընթացները, պարզապես ուշադրություն դարձնենք հանգամանքի վրա, որ խոսքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է վերարտահանման ուղղությանը, դա այն ուղղությունն է, որը վերջին տարիներին մեր այդ թվում միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում է եւ մասնավորապես կուզեի նշել նաեւ արևմտյան գործընկերների, որոնք իրենց բարբերաբար զեկույցներում, գնահատականներում զրուցել ենք միասին, շատ հաճախ են նշում այդ վերարտահանման ազդեցությունը մեր տնտեսության համար, հետեւաբար ելնելով գուցե նաեւ այդ հանգամանքից առավել եւս պետությունը պիտի շահագրգիռ լինի հնարավորինս նորից գրկում եմ իրավական դաշտում խնդրին, որը հանգուցալուծում տալու, բայց պիտի ասեմ իհարկե կարևոր է եւ կհետևենք զարգացումներին։